Ես ինչ կանեի համալրելու համար այս պայմանագիրը, որը ստորագրել են այդ հայտարարությունը, ստորագրել են Միացյալ Նահանգներում։ Օրինակ առաջարկեի եւս մի համաձայնագիր նախաստորագրվածի հետ զուգահեռ, որը այսպիսի հնչողություն միգուցե կունենար, որ այն համաձայնագրի երաշխիքային համակարգի ձևավորման մասին։ Նախաստորագրված համաձայնագիրը չես չեղարկում, ասում ես օքեյ, բայց առաջարկում ես երկրորդ փաստաթուղթը, որը կունենա երաշխիքային մեխանիզմներ այդ համաձայնագրի համար։ Լավագույն տարբերակը կլներ, երբ երաշխավորողները լինեին եւ Միացյալ Նահանգներ, Ռուսաստան եւ Չինաստան։ Միշտ հնարավոր է քննարկել եւ այնպիսի առաջարկներ տալ, որոնք ոչ թե շղթում են այն, ինչ որ արված է, այլ համալրում են դա եւ ամրացնում են։ Եվ դու չես դառնում աշխարհակաղակական կենտրոնների բախման կետ, այլ հակառակը, դու կոմպլեմենտար տարբերակ ես առաջարկում այս ամենը միացնելու համար։ Սա այն քաղաքականությունը, որը մենք 10 տարի արել ենք Հայաստանում։ Կոմպլեմենտարությունը։ Եվ 10 տարի մենք շատ լավ հարաբերություններ ենք ունեցել եւ Ռուսաստանի հետ, եւ Իրանի հետ, եւ Միացյալ Նահանգների հետ, եւ եվրոպացուց հետ։ Եվ ինձ անընդհատ իմ գործընկերները հարցնում են, այդ ո՞նց եք անում, որ սաղի հետ լավ եք։ Ես մի բան եի ասում։ Ասում եմ, որովհետեւ մենք գիտենք ամեն մեկը sense մի ցավող մազոլ ունի, կոպիտ ասած։ Չենք կողում դրա։ Փորձում ենք մեր հարաբերությունները կառուցել եւ դրսեւորվել ընդհանրապես այն դաշտում, որտեղ այս երկրները ունեն ընդհանուր շահեր։